Արարատյան խոհանոցն է եթերում, բարև ձեզ։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօր մենք մի հետաքրքիր օր ենք ունենալու, հետաքրքիր, բայց մի քիչ դժվար։ Շարունակում ենք ձեզ ներկայացնել ուտեստներ, որոնք կարծում եմ ձեզ համար թե կլինեն նորություն, թե կօգնեն ձեր ամենօրյա այդ փնտրտուքը, թե ինչ պատրաստենք այսօր։ Բարեկամներ, այսօրվա հիմնուրը Ռիկոն է, ով աշխատում է Սայաթնովա համալիրի Ֆուդո ռեստորանում որպես ավագ խոհարար։ Ողջույն Ռիկո։ Hello chef. Ոնց ես։ Լավ եմ։ Լավ ես, այսօր Ռիկոն լավ է, բայց ես չգիտեմ ոնց ենք վարելու միասին։ Ես դեռ ճապոներեն չեմ սովորել, Ռիկոն էլ հայերենը մոռացել է։ Եվ այսպես Ռիկո ինչ ենք պատրաստելու։ Եվ այսպես Ռիկո ինչ ենք պատրաստելու այսօր։ Գուապո աղցան։ Գուապո սալատ ենք պատրաստելու։ Կարող ես թվարկել, թե ինչ բաղադրություն ունի։ We have here barung, Այո, գազար, վարունգ, gazar, marun, so. ահա, փաստորեն չի մոռացել հայերենը, Ռիկոն։ Եվ այլ ինչ ենք անելու, տապակելու ենք, թե ինչ ենք անելու։ Կտրատելու ենք ու լցնենք խառնենք։ Կտրատելու ենք, լցնենք խառնենք։ Բարեկամներ, ես կանգնած եմ մի հետաքրքիր գործիքի մոտ, որ կոչվում է տիպանյակի։ Տապակելու հետ է կապված այս գործիքը, հենց հաճախորդների մոտ տապակում են։ Եվ այսպես ես մոտենամ Ռիկոին։ Սկսենք աշխատել, Ռիկո։ Okay, now we need to Աղցանը պատրաստելու համար մենք պետք է կտրատենք բանջարեղենը եւ առաջինը կտրատում ենք հազարը։ cut the lettuce. Not so Ոչ big, մեծ, not so ոչ էլ small. փոքր։ After this, we put Սա in one plate. տեղավորենք ափսեի մեջ եւ հիմա կտրատենք սոխ։ And then the onion. Սոխը տեղադրենք հազարի վրա։ Բարեկամներ, մենք տեսանք, թե ինչ համակ ուշադրությամբ է պատրաստում, կտրատում սոխը Ռիկոն եւ շատ բարակ է կտրատում։ Այստեղ մենք պիտի նաեւ մի քիչ Of course, we սովորենք միգուցե։ need- then the carrots. Հետո հազարը։ Նորից բարակ ձողիկաձե պիտի կտրատել։ Բնական է, որ շատ երկար եւ շատ խորքային զրույց չեն կարող ունենալ Ռիկոյի հետ հայերեն լեզվով, բարեկամներ, բայց կարծում եմ աշխատանքը, երբ որ մենք տեսնում ենք, հասկանում ենք, թե ինչի մասին է խոսքը, այսինքն ինչ ենք պատրաստում, չէ՞ Ռիկո։ Then the last one Այո, is ես the հիմա ձեզ ցույց կտամ, cucumber. թե ինչպես ենք մենք կտրատում աղցանի համար վարունգը։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք բոլորս ոչ հաճախ կարող ենք այցելել ճապոնական ռեստորան, առիթը օգտագործենք որոշ բան յուրացնելու, ընկալելու, սովորելու, ինչու՞ չէ։ Ես շատ մեծ եւ խորը հարգանք ունեմ ճապոնական խոհանոցի նկատմամբ, կարծում եմ դուք նույնպես, այնպես որ նաեւ այս հաղորդումը ուսուցողական հաղորդում է։ Ես կուզենայի հարցնել Ռիկոյին, թե ինչ է նշանակում ճապոներեն ֆուդո։ I'm not sure, Հուդոն but I think կրակի Fudo is like աստծո անունն է։ Արևի աստվածություն։ Օգտագործեցինք վարունգի սերմերից զատ պտղամիսը, այսինքն սերմերը չօգտագործեց։ And then we have tuna. Թունաձուկ։ Հետո վերցնում ենք տարբեր տեսակի ծովամթերքներ՝ թունա, սաղմոն եւ շերի ձուկը Դուբայից։ We have red snapper from Dubai. Դուբայից է։ The shrimp, Ծովախեցգետին։ Կրիվետկա։ crevetka. Այո։
One portion is Մի կտորը պետք է about լինի 20 20 գրամ։ grams. Ամեն մի ձկից 2 բարակ շերտ։ Ձկները բարեկամներ ուղղակի աղ դրված են, աղածո ձկներ են։ Now we need to mix. Խառնում ենք իրար։ Այ հիմա այս բանջարեղենների վրա կշարենք ձկների մասերը։ Top of the vegetables. This is it. Այս աղցանի հետ պետք է մատուցել հատուկ սոուս։ Wapo salad sauce. Սալատ սոս։ Ես խնդրում եմ, ես արդեն համարում եմ, որ որոշ առումով ծանոթացա որոշ ուտեստի ճապոնական։ Այ դու երբ անից ես Հայաստանում եւ ծանոթացել ես արդյոք մեր խոհանոցի որոշ ուտեստներին։ When I'm here in Armenia, Ես 20 տարի աշխատել եմ ճապոնական խոհանոցում, հետո եկել եմ Հայաստան եւ 6 տարի է ինչ աշխատում եմ Հայաստանում։ Պատրաստում եմ ճապոնական կերակրատեսակներ, բայց հայկական խոհանոցին արդեն ծանոթ եմ եւ շատ հավանում եմ։ specialty. Եղավ։ Ինչ սոուս է սա։ Chef, this is kikuman. Այս սոուսը պատրաստված է քացախով, սոյայի սոուսով եւ շաքարավազով։ Մատուցում ենք ուտեստի հետ։ Շատ լավ է։ Մատուցվում է հենց այսպես թե կողքը ուղղակի դրված։ The client must mix. Yeah. Շատ լավ, այսինքն հաճախորդը ինքը հենց խառնում է եւ կարող է իր ցանկացած չափով խառնել այս ամեն ինչը եւ ճաշակել ըստ իր ճաշակի։ Լավ, Ռիկո ջան, բարեկամներ, ձեր անունից ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ռիկոին եւ ուզում եմ որ ցանկանում եմ որ ինքը շարունակի իր իմացածը ճապոնական խոհանոցի իմաստով իրենց այդ մշակույթը, խոհանոցի մշակույթը տարածի աշխարհով մեկ եւ նաեւ ծանոթանա մեր ազգային խոհանոցին եւ եթե որևէ բան պիտի լինի ինքը նույնպես օգտագործի մեր հայկական խոհանոցը։ Շնորհակալություն Ռիկո։ Thank you very much, chef. Ապրես։ Հարգելի հեռուստադիտողներ, այսքանով այսօրվա օրը ավարտվեց։ Ես ուզում եմ ձեր անունից շնորհակալություն հայտնել Սայատնովա համալիրի ֆուդո ռեստորանին, տնօրինությանը այս հիանալի այսպես միջոցառմանը, մեր նկարահանմանը աջակցելու համար։ Բարեկամներ, մենք հանդիպելու ենք ամեն օր եւ ամեն օրվա հանդիպումը պիտի ունենա լավ արդյունք։ Այդ արդյունքը թող լինի այն, որ մենք դառնանք ավելի առողջ, ավելի երջանիկ, հպարտ լինենք հայ լինելու համար, մի քիչ ունենանք համբերություն եւ բարությունը թող տիրի ամենուր, եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ստեսյուն բարեկամներ։ Աղցան բուապո 1001 կապ, սող 30 գրամ, ստեփխին 40 գրամ, վարունգ 1 հատ, ձկների շերտեր 100 գրամ։ Բարյախորշակ։